Բարև ձեզ, ես գտնում եմ մեր քաղաքի Ֆլորիդայի նահանգի Պանամա Սիթի Բիչ քաղաքի գրադարանում։ Հիմա համեմատաբար մի քիչ լուռ է այստեղ, դրա համար կարող եմ եթեր ունենալ, ասեմ, որ մի գաղափարի շուրջ եմ ուզում խոսել, նախ ներկայանեմ Արթուր Դերթիմասյան, կինոռեժիսոր, Ֆլորիդայի նահանգ, Միացյալ Նահանգներ։ Ինչի մասին եմ ուզում խոսեմ։ Շատ վաղուց ինձ մոտ արդեն գործում է նախագիծ, պայմանական անունը կինոդեբյուտ կինո նախագիծն է, որը իր մեջ ընդգրկում է օնլայն կինո սցենարի վարպետության դասընթացներ 8-ամյա, եւ ես արդեն ունեմ ուսանողներ, ճիշտ է, որ սահմանափակ են 3 հոգի են, մի քիչ շատ են, հետո կամաց դուրս մնացին, նրանք ովքեր որ լուրջ չէին վերաբերվում այս ամեն ինչին։ Հիմա ես ունեմ արդեն 3 ուսանող եւ մայիս ամսին վերադառնում եմ Հայաստան, որպեսզի նաեւ բացի որ ես իմ ֆիլմը պետք է նկարանեմ Հայաստանում հերթական, պիտի նկարանենք ամեն մեր ուսանողների դեբյուտային ֆիլմերը, կազմակերպել ֆիլմերի պրեմիերան եւ անենք սեմինար, որը ներված է լինելու այս կինոկուրսերին։ Ինչ է ներկայացնում կինոկուրսը։ 8-ամսյա սցենարային վարպետության դասընթացներ, այսինքն մենք գտնում ենք պատմվածքը կազմակերպում ենք որպես գրական սցենարի, գրական սցենարի աշխատանքային սցենարի, որը որ արդեն նախապատրաստական պրոցես է կինոն ֆիլմը նկարահանելու, որից հետո ես իմ տեխնիկայով գալիս եմ Հայաստան, իմ մոնտաժի սեղանով, կամերաներով, եւ մենք սկսում ենք մեր ուսանողների դեբյուտային ֆիլմերի նկարահանումները, որից հետո մենք կազմակերպում ենք Հայաստանում, Երևանում ֆիլմերի դեբյուտային դիտումները, պրեմիերաները ֆիլմերի, բայց դրանով ամեն ինչ չի վերջանում։ Մենք տալիս ենք նաեւ սերտիֆիկատ Ֆլորիդայի նահանգի մեր ուսանողներին եւ ամենակարևորը դիտումների շրջանակում մենք հատուկ կինոփառատոն ենք կազմակերպում մեր ուսանողների համար 5 նոմինացիաներով, որին մասնակցում են միայն մեր ուսանողները։ Այսինքն ես արդեն այս տարի գալիս եմ Հայաստան եւ 3 ուսանողներ արդեն ունենք փորձնական, որոնք պիտի ֆիլմերը նկարահանեն եւ որի պրեմիերան պիտի անենք եւ պրեմիերայի ընթացքում պիտի ավելի լայն ես ներկայացնեմ այս կինո նախագիծը։ Կինո նախագիծը կոչվում է պայմանական կինոդեբյուտ, ասենք 25, 26 եւ այլ։ Ու մենք պատրաստում ենք այդ նախագիծը սկսելու կամ 25 թվականի հոկտեմբերի 1-ից կամ 26 թվականի հոկտեմբերի 1-ից, բայց սկսել ենք, այսինքն նույնիսկ եմ թվարկում։ Մենք անում ենք կինո կուրսեր օնլայն, սցենարի վարպետության առումով, գալիս եմ Հայաստան եւ մենք նկարահանում ենք մեր դեբյուտային ֆիլմերը, իմ ուսանողների, մենք անում ենք պրեմիերաները ֆիլմերի, մենք անում ենք փառատոն, կինոդեբյուտ փառատոն, հատուկ մեր ուսանողների համար, որը ֆիլմ կամ ռեժիսոր չի մասնակցում, միայն մեր ուսանողները 5 նոմինացիայով մասնակցում են այդ փառատոնին, որը այդտեղ տրվում է սերտիֆիկատ, որը գրանցված է Միացյալ Նահանգներում Ֆլորիդայի նահանգում։ Հիմա ում համար է սա նախատեսված։ Կան մարդիկ, որոնք ինչ որ մի առիթով կամ չեն ընդունել կինոռեժիսուրայի բաժին, կամ ռեժիսուրայով չեն զբաղվել, բայց ցանկություն ա եղել միշտ զբաղվելու, կան մարդիկ, որոնք ինչ պայմաններից ելնելով կենցաղային եւ այլ ուրիշ մասնագիտություն են ընտրել, որպեսզի ապահովեն իրանց եւ իրանց հետագա, ասենք, ընտանիքի, ասենք, վարորությունը, հասկանալի է, բայց ով է ասել, որ մի մասնագիտություն պիտի մարդուն ունենա, որոնք պետք է լավը լինի։ Սեն-Ժոն-Պեր Սիմսի ամենասիրելի պոետներից մեկը, ֆրանսիացի արձակ պոեզիայի ներկայացուցիչը, ինքը եղել է դիվանագետ ամբողջ կյանքում։ Եվ ամենակարևորը մեր Արթուր Մեշյանը, փառահեղ ճարտարապետ է, բայց միաժամանակ նաև Արթուր Մեշյանն է մեզ համար։ Այսինքն չկա այդպիսի կոնցեպտ, որ ասենք մեկ մասնագիտության մեջ պետք է լավ լինես ու ամբողջ կյանքով այդ մասնագիտությունը ապրես։ Անկախ նայած ինչ տարիքում եք, եթե դուք երազում եք ֆիլմ նկարահանել, գոնե դեբյուտային ֆիլմ նկարահանել գոնե մեկ անգամ, մենք տալիս ենք, մեր նախագիծը տալիս է այդ հնարավորությունը նկարահանելու առաջին դեբյուտային ֆիլմը։ Ինչ գիտեք, այդ ֆիլմից հետո ձեզ հետ ինչ կպատահի։ Չգիտեք։ Ես բավական շատ պատմություններ ունեմ ինձ հետ կապված։ Հայկ Սուզյայի իմ առաջին ֆիլմը,
որ փոխեց ամբողջ կյանքս։ Դեվիդ Վինթերսի հետ հանդիպումը Միացյալ Նահանգներում իր ֆիլմը նկարահանվելու ժամանակ ամբողջ իմ մասնագիտության երկրորդ ուժ տվեց, երկրորդ շունչ տվեց ու դրա մասին կպատմեմ մեծ սիրով։ Այսինքն այնպիսի բաներ է պատահել, որ ինչի մասին ես հիմա խոսում եմ, ես համոզված եմ խոսում, որովհետև դա ինձ հետ է պատահել, իմ մաշկի վրա եմ զգացել։ Ու ես գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա։ Մենք տալիս ենք մեր նախագծով բոլոր այն մարդկանց, ովքեր երբևիցե երազել են կինո նկարահանելու, ֆիլմ նկարելու, բոլոր հնարավորությունները։ Ես գիտեմ տասնյակ մարդիկ կան, որ այդ ցանկությունով ասենք ապրում են, անկախ նայած իրանք 50 տարեկան են, 60 տարեկան են, թե 25 կամ 30 տարեկան, տարիքային որոշ սահմանափակում չկա մեզ մոտ։ Իհարկե պետք է չափահաս լինես այս ծրագրի համար, բայց տարիքային սահմանափակում վերևից չկա։ Կարող եք մասնակցել մեր ծրագրին, խոսքը գնում է կարճամետրաժ ֆիլմի նկարահանման, որպեսզի հասնենք բոլորին։ Մենք ունենք 14 ուսանողի տեղ տարեկան, ավելին ֆիզիկապես հնարավոր չի ուղղակի։ Եվ այդ 14-ն էլ բավական չի իհարկե բոլորին բավարարելու, բայց կարող եք նաև ասենք մյուս տարվա համար դիմել, խնդիր չի, եթե մեր ծրագիրը շատ երկար է գործելու, շատ իր բոլոր հնարավորություններով։ Բոլոր հնարավորությունների մասին խոսենք, երբ որ ես գամ Հայաստան, որտեղ երբ որ մեր ուսանողների ֆիլմերի պրեմիերան մենք անցկացնենք Հայաստանում, սեմինար ենք անելու եւ ավելի լայն պետք է ներկայացնենք այս ծրագիրը։ Իսկ հիմա ես խնդրում եմ ձեզ բոլորիդ, իմ անկերներին Facebook-յան, իմ հարազատներին, իմ ծանոթներին, անծանոթներին, խնդրում եմ տարածել այս տեսանյութը, էլի կլինեն տեսանյութերը, որտեղ շատ հետաքրքիր բաների մասին պետք է պատմեմ, ինչա կատարվել ինձ հետ, որը որ կլինի օրինակ ձեզ համար, որտեղ ասում ինձ հետ է պատել, եթե ինչ-որ մեկին պատմեի կամ ինչ-որ ինձ պատմեք, ասա դե լավ գեղեցիկ պատմություն է, բայց ինչ-որի մասին, ինչի մասին ես պետք է խոսեմ, անձամբ իմ կյանքում է պատահել որպես էմիգրանտ, որպես Միացյալ Նահանգներում էմիգրանտ եւ հույսը կորցրած կինոռեժիսոր, մի խոսքով շատ բան կա պատահել չեմ, դա ինչի մեջ խորանամ։ Խնդրում եմ տարածեք տեսանյութը ձեր ընկերների մեջ, ծանոթների մեջ եւ եթե հետաքրքրված մարդիկ կլինեն, կարող են ինձ գրել Facebook-յան չաթով, մենք ծանոթանանք, լսենք, զրուցենք եւ ավելին հանգամանորեն ես կպատմեմ այս ծրագրի մասին։ Լավ մնացեք, գրկում եմ բոլորիդ։ Մինչև միշտ։